Եթե արտիստը երգում է ինքը LLB երգում է, ինքը իրավունք չունի ուղղակի երգել ու դուրս գալ։ Ինքը պետք է մտնի այդ մարդկանց մեջ, ինքը պետք է տեղ հասցնի երգել, որ դուրս գա։ Այնքան հաճույք է ուղղակի, երբ որ տեսնում ես, որ քո հանդիսատեսն է եւ դու բան պետք չունես անելու, որ իրանց ոնց որ մտնես իրանց մեջ, միանգամից առաջի պահից, առաջի ֆրազայից իրանք քո հետ են, դու սկսում ես վայելել։ Ես այդպես այնքան համերգներ վերջերս օրինակ նույն Բեյրութի համերգը որ եղավ, մտա տեսա առաջի երգը սկսեցի երգել ու միանգամից սկսեցին հետ երգել, էլ ես գործ չունեի անի, ես սկսեցի վայելել համերգը։ Իսկ եղել են համերգներ, երբ որ դու տեսնում ես, որ այդ դեր ասածը պես, հա, կամ այդ հանդիսատեսը այդտեղ գտնվում ոչ միայն քո համար, ուղղակի որ իրան այդ տեսաբան, ասենք իրան, ասենք տակասնել է պետք, իրան այդ ամեն ինչ իրան տեղ հասցնել է պետք, եւ հենց արտիստը դրա համար արտիստ, որ ինքը դա անի։ Խնամք արտիստի հանդեպ իրականում հանդիսատեսի կողմից, որ շատ կարեւոր է։ Դու այստեղ արդեն երևի քառակի 5-ակի ավելի էներգիա ես ծախսում, որ դու կարողանաս ստանել, ինչի համար դու այդտեղ ես գտնվում։ Այն մնացած դեպքում ուղղակի մենք վայելում ենք, անկեղծ ասած, երևի սանան ինձ կփաստի։ Իհարկե։ Ինչ որ համերգներ շատ արեք, ճիշտ է գիտեմ դժվար է, Հայաստանի ներսում շատ կարևոր է, շատ մարզերում շատ կարևոր է։ Բայց Հայաստանից դուրս էլ, չգիտեմ, մի քիչ ուրիշ զգացումներ են, որ գնում ես համ իրանք են կարոտած Հայաստանից մի հատ նշույլ կամ մի մասնիկ գնացել է երկելու կամ չգիտեմ քո համար էլ նորություն է որ նոր տեղ ես գնում նոր հանդիսատեսը նոր ծանոթությունները երբ որ դու տենում ես քեզ լսում է մի քանի հազար մարդ ուղղակի հենց քո համար է եկել որ լսի ոչ թե առիթ է ինքն էլ է տեղ քեզ լսում է story անում կամ չգիտեմ ինչ այլ մարդիկ են որ հենց եկել են քեզ լսեն Այդ իրոք շատ պարտավորացնող է, էլի չես կարա ու ինձ թվում է շուտ պետք է համերգներ լինի արտիստի համար ոչ թե առիթային համերգ կամ չգիտեմ տենց տենդերային համերգ կամ տենց չէ, այլ հենց արտիստի համերգը որ տենդերային։ Չէ, դա էս մի քիչ համերգը է, լսողն է լսող է,